Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 30-րդ գլուխ Բادرազմ ամաղեգացներուն թեմ։ Երբ Դավիթ եւ իր մարդիկը երրորդ օրը Սիգելակ հասան, ամաղեգացները հարավային երկրին ու Սիգելագի վրա հարձակերեին։ Սիգելագը զարնելով զայն գրագով այրեր էին եւ հոն եղած գիները կերևարեր էին։ Ոչ մեկը մերցուցեր էին, բզդիկ կամ մեծ, հաբազանոնք դանելով իրենց ջամփան կացեր էին։ Երբ Դավիթ ու իր մարդիկը քաղաքը հասան, ահա ան գրագով այրված էր եւ իրենց գիները, որդիներն ու աղջիկները կերևարված էին։ Ոստի Դավիթ եւ իրեն հետ եղող ժողովուրդը իրենց ցայները բարձացուցին ու լացին, մինչեւ որ իրենց վրա ուժ չմնաց լալու։ Դավիթի երկու գիներն ալ Հեզրայելացի Աքինոամ եւ Գարմելացի Նապաղի գինը Աբիքիա կերևարված էին։ Դավիթ չափազանց տակնաբաց էր։ Արտարև ժողովուրդը զին քարգոծելու մասին խոսեր, որովհետև ամբողջ ժողովրդին սիրտը թարնացած էր յուրաքանչյուրը իր որդիներուն եւ աղջիկներուն համար։ Բայց Դավիթ դիրոճմով իր աստուծմով ուժովցավ։ Դավիթ Աքիմելեկի որդիին Աբիաթար քահանային ասավ. «Գաղերսեմ, Եփուդը մոդեցուր ինձի»։ Աբիաթար Եփուդը Դավիթի մոդեցուց։ Դավիթ դիրոջ հարցուց. «Այս կունթը հետաբնթեմ, անոնց պիտի հասնիմ»։ Դերը անոր պատասխանեց. «Հետաբնթե, քանի որ անշուշտ պիտի հասնիս եւ ամեն ինչ պիտի ազատագրես»։ Դավիթ գնաց ինք ու իրեն հետ եղող 600 մարդիկը եւ փոսոր վտակ հասան։ Յետևը մնացողները հոն գեցան։ Դավիթ շարունակեց հետաբնթել 400 մարդոց հետ։ 200 մարդիկ հոն գեցան, քանի որ շատ թուլցած էին փոսոր վտակը անցնելու համար։ Դաշտի մեջ Եգիպտացի հանդիպեցան ու զայն Դավիթի բերին։ Անոր հաց տվին եւ գերավ, նաեւ անոր ճուր խմծուցին։ Անոր շարոցը 4 թուզ ու 2 ողգույս ճամիչ տվին, երբ գերավ, ոգին իրեն վերադարձավ, քանի որ 3 օր եւ 3 գիշեր հաց չեր գերած ու ճուր չեր խմած։ Դավիթ անոր ասավ. «Թուն որունն ես եւ ուրգե ես»։ Անալսավ. «Ես Եգիպտացի բադանի մնեմ ու ամաղեգացի մստրուգը։ Այսօր 3 օր է որ իմ դերս զիս լկած է, քանի որ հիվանդ էի։ Մենք Քերեթի հարավային կողմը, Հութայի կողմերը ու Քաղեփի հարավային կողմերը հարձակեցանք եւ Սիգելագը գրագով այրեցինք»։ Դավիթ անոր ասավ. «Զիս այն քունթին գրնաս իջեցնել»։ Անալսավ. «Ինձի աստուծմով երդումն է թե զիս պիտի չմերցնես ու զիս իմ դիրոջս ցերկը պիտի չմատնես, ես ալ քեզ այն քունթին գիչեցնեմ»։ Երբ զինք հոն իջեցուց, ահա անոնք ամբողջ քետնին վրա դարածված էին, գուդեին, գխմեին եւ ուրախություն գնեին, փղշտացներու երկրեն ու Հութայի երկրեն իրենց գրաված այդ ամբողջ մեծ ավարին համար։ Դավիթ այքապացեն մինչև հետևյալ օրվան իրիգունը զանոնք զարգավ։ Անոնց ոչ մեկը ճողոպրեցավ, բայց միայն 400 երիտասարդներ, որոնք ուղդերու վրա հեծան ու փախան։ Դավիթ ազատագրեց ամեն ինչ որ ամաղեգացները գրավել էին։ Դավիթ իր երկու գիներն ալ ազատագրեց։ Իրենց ոչինչ կբացեր, բզդիկ կամ մեծ, ոչ որդիներ, ոչ աղջիկներ, ոչ ավար, ոչ ալ որևէ բան, որ անոնք գրավել էին։ Դավիթ ամեն ինչ վերադարձուց։ Դավիթ բոլոր ոչխարներն ու արջարները գրավեց, զանոնք իրենց խաշինքին արջևեն գվարեին եւ գսեին. «Ահա վասիկ Դավիթի ավարը»։ Դավիթ այն 200 մարդոց կով ասավ, որոնք շատ թուլցած էին Դավիթի հետևելու համար, ու զանոնք փոսոր վտակը գեցուցած էին։ Անոնք դուրս ելան Դավիթն ու անոր հետ եղող ժողովուրդը թիմավորելու։ Երբ Դավիթ ժողովրդին մոտեցավ, անոնց որբիսությունը հարցուց։ Դավիթի հետ կացող մարդոցմեն բոլոր չար եւ անորեն մարդիկ ասին. «Քանի ասոնք մեզի հետ չգան, մենք ալ անոնց մեր ազատագրած ավարեն չենք տար, ամեն մարդ միան իր գինն ու որդիները թող առնե եւ երթա»։ Բայց Դավիթ անոնց ասավ. «Այդպես պիտի չվարվիք, եղբայրներս, դիրոջ մեզի դվածին հետ ինք մեզ բահբանեց ու մեր վրա հասնող քունթը մեր ցերկը մատնեց։ Այս խնդրի մեջ ով ցեզի մտիկ պիտի անե։ Քույքերունքով գեցողին բաժինը բادرազմի կացողին բաժինին հետ հավասար պիտի լա, հավասարապես պիտի բաժնեն։ Այդ օրենի վերասիկա Իսրայելի մեջ իբր կանոն եւ թադավջիր դրավ
ու կգենա մինչև այսօր։ Դավիթ Սիգելակ հասավ եւ այդ ավարեն ղրգեց Հութայի երեցներուն իր բարեկամներուն ասելով. ահա ցեզի ընձամը կղրգեմ դիրոջ թշնամիներուն ավարեն, այսինքն ղրգեց Փեթելի մեջ եղողներուն, հարավային Ռամովթի մեջ եղողներուն, Յաթիրի մեջ եղողներուն, Արոերի մեջ եղողներուն, Սեպամովթի մեջ եղողներուն, Եստովմի մեջ եղողներուն, Ռաքալի մեջ եղողներուն, Հերամելացիներու քաղաքներու մեջ եղողներուն, Գենեցներու քաղաքներու մեջ եղողներուն, Հորմայի մեջ եղողներուն, Քովրասանի մեջ եղողներուն, Աթակի մեջ եղողներուն, Քեփրոնի մեջ եղողներուն եւ այն բոլոր դեղերը, ուր Դավիթ շրջեր էր ինք եւ իր մարդիկը։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։